Մայա Խաչատրյան, Հայաստանի հանրային հեռուստաընկերություն, հարցը սողում եմ պարոն կանցլերին։ Հաշվի առնելով ՍԵՊԱ-ի շրջանակում արձանագրված առաջընթացը եւ Հայաստանի եվրոպական ուղենշի վերաբերյալ արձանագրած ձեր բարձր գնահատականը, արդյոք Գերմանիան պատրաստ է աջակցել Հայաստանի համար Եվրամիության խորքային ինտեգրման նոր հնարավորությունների ստեղծմանը, այդ թվում տնտեսական, էներգետիկ եւ ինստիտուցիոնալ ոլորտներում։ Շնորհակալություն։ Մենք բարձր շահագրգռվածություն ունենք Հայաստանի մերձեցման նկատմամբ Եվրոպայի հետ եւ պայմանավորվել ենք շատ կոնկրետ նախագծերի շուրջ։ Գերմանիան կօգնի Հայաստան նաեւ մի շարք նախագծերում, ուրեմն էներգիամատակարարման ոլորտում եւ ավելի մեծ անկախության հասնելու համար այս ոլորտում պետք է աջակցենք Հայաստանին։ Պարոն վարչապետի հետ մենք շատ կոնկրետ խոսեցինք այս մասին, համապատասխան համաձայնություններ ձեռք բերեցինք, որոնք նաև գրավոր արտահայտություն ստացան այս փաստաթղթում կարող եք տեսնել նաև եւ որ երկկողմ համաձայնություն կա մոտակա տարիներին սերտորեն աշխատել միասին եւ Ադրբեջանի հետ խաղաղությունից հետո պատմական շանս կա նաև լայն կայուն եւ եվրոպական հիմքի վրա դնել այս գործընթացը եւ պարոն վարչապետից լսեցի որ ինքն էլ է այդ կարծիքին եւ ուրախ եմ մնալ որ նա նույնպես կարծում է որ Եվրոպան մեծ գրավչություն ունի այդ տարածաշրջանի երկրների համար Deutsche Welle Roman Goncharenko Deutsche Welle Roman Goncharenko պարոն Փաշինյան առաջին հարցը ձեզ եղավ Դուք ասացիք որ Գերմանիայից աջակցություն եք սպասում Եվրամիության ճանապարհին տնտեսության ինչ կոնկրետ ծրագրերում եք ակնկալում օգնություն եւ պարոն Մերց հարցը ուղղված է ձեզ Հայաստանը ցանկանում է անդամ դառնալ Եվրամիության Ուկրաինան եւ Մոլդովան ասոցիացիան համաձայնագրով են սկսել այսօր դուք տեսնում եք այդպիսի ճանապարհ եւ եթե թույլ տաք մի հարցել Ուկրաինայի մասին ու ամերիկյան նախագահ Դոնալդ Թրամփն ասել է Ուկրաինայի համար արժե նոր նախագահական ընտրություններ կազմակերպել եւ միգուցե կարող եք վերջին հանդիպման վերաբերյալ նրա օրակարգի վերաբերյալ ձեր կարծիք ասել Մենք տարածաշրջանում մեծ ուշադրությամբ հետևում ենք զարգացումներին, որը խաղաղությունը, որը խաղաղության համաձայնագիրը նախաստորագրվել է Ադրբեջանի հետ, բացում է համագործակցության լայն հնարավորություններ նաև Եվրամիության համար Մենք այդ ցանկությունը Հայաստանի սիրով ընդունել ենք, որ Հայաստանը ցանկանում է շատ ավելի սերտացնել իր հարաբերությունները Եվրամիության հետ։ Մենք գիտենք, որ նաև բավականին նախադրյալներ պետք է բավարարվեն Եվրամիության անդամ դառնալու համար չափանիշներ, արդյոք դա ասոցիացիան համաձայնագրով լինելու պետք է այդ երկիրը ինքը որոշի այդ ճանապարհի մասին Մենք ցանկանում ենք քայլ առ քայլ ինտենսիվացնել մեր հարաբերությունները, այս հայտարարության մեջ էլ դա ասել ենք, գրավոր դա ճիշտ ուղղությամբ ճանապարհն է եւ հետագա առաջիկայում ժամանակում པարզ կլինի, թե որ սա պատմական շանս է, բայց դա մենք շեշտում ենք, որ Հայաստանի համար Ուկրաինայի ուրեմն բանակցությունները շարունակվում են 3 Լոնդոնում եմ եղել գիտեք վարչապետ Ստարմերի եւ նախագահ Մակրոնի եւ նախագահ Զելենսկիի հետ են խոսել հետագա ընթացքի մասին խոսել խաղաղության գործընթացի մասին որպեսզի համաձայնեցնենք մեր դիրքորոշումները ընդհանուր առաջարկներ լինելու մշակվելու են նրանք համաձայնեցվելու են ամերիկյան կառավարության հետ եւ այնուհետեւ հետագա հանդիպումներ կլինեն նաեւ ռուսական կողմի հետ այս պատերազմը կարելի է մի քանի ժամում էլ ավարտել եւ պետք է դա Ռուսաստանից է կախված դա միակողմանիորեն ուրեմն Ռուսաստանից է կախված ոչ Ուկրաինայից
եւ ավելի դաժանությամբ է ուրեմն քաղաքացիական բնակչության համար տեղ ունենում եւ ժամանակահասունացել է որպեսզի առաջիկա օրերին ժամանակաշրջանում հանգուցալուծվի։ Շնորհակալ եմ, մենք բազմիցս ասել ենք, որ Եվրամիության անդամագրվելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը Հայաստանի Հանրապետության համար առաջին հերթին լրացուցիչ եւ կարեւոր խթան է ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը հետեւական շարունակելու եւ այդ ուղղությամբ ռազմավարական խթաններ ունենալու համար եւ պարոն կանցլերի հետ խոսակցության ժամանակ էլ ես ասացի, որ այն բարեփոխումները, որ հնարավոր էր իրականացնել միայն քաղաքական կամքի շնորհիվ 2018 թվականի ժողովրդական ոչ բռնի Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում իրականացված են, հիմա միայն քաղաքական կամքը բավարար չէ բարեփոխումների հաջող ընթացքի համար, որովհետև մենք ինստիտուցիոնալ կարողությունների հետագա զարգացման խնդիր ունենք եւ իհարկե մեզ համար շատ կարեւոր է նաեւ Եվրոպայի լավագույն ժողովրդավարական փորձը, որը բերում է նաեւ բարեկեցության, տնտեսական զարգացման, ազատության, մարդու իրավունքների պաշտպանության, անկախ դատական համակարգի, մենք այդ փորձին եւ գիտելիքին հասանելիություն ունենանք եւ ես ասացի նաեւ, որ մենք շնորհակալ ենք Գերմանիայի միջև այժմ մեր ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին աջակցելու համար եւ վերջերս նաեւ Եվրամիության հետ մենք ռազմավարական գործընկերության օրակարգը ստորագրեցինք եւ նաեւ Գերմանիան այդ հարցում մեզ աջակցություն է ցուցաբերել եւ ես համոզված եմ նաեւ այսօրվա քննարկումների արդյունքում եւ շնորհակալ եմ պարոն կանցլերին իր ցուցաբերած պատրաստակամության եւ հստակ քաղաքական դիրքորոշման համար, որ Գերմանիան լինելու է Հայաստանի կողքին ժողովրդավարական բարեփոխումների procesում եւ մենք դրա համար իսկապես շնորհակալ ենք եւ դա բարձր ենք գնահատում։ Սիրան Շվապյան, առաջին լրատվական կայք, պարոն կանցլեր, ինչպես եք գնահատում Գերմանիայի ուղիղ ներգրավվածությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղության ու սահմանազատման գործընթացի աջակցման հարցում, հատկապես իլույս հռչակագրում մեր երկրների կողմից արձանագրված դրական զարգացումների ու տարածաշրջանային կայունության կարևորության։ Ja, vielen Dank für die Frage. Շնորհակալություն հարցի համար։ Ես նշեցի, որ մենք մեծ ուշադրությամբ հետևում ենք եւ համաձայնությամբ ուրեմն ուղեկցում ենք գործընթացը մի քանի շաբաթ առաջ մենք խոսել ենք այդ մասին Շարմ էլ-Շեյխում հանդիպել ենք նաեւ պարոն վարչապետի հետ նաեւ Ալբանիայում, Տիրանայում վերջին քաղաքական համայնքի վերջին գագաթաժողովի ժամանակ մենք համաձայն ենք այն հարցում, որ մեծ շանս կա Հայաստանի եւ Ադրբեջանի համար, դա մի օրինակ է այն բանի համար, որ համատեղ դիվանագիտական եւ այլ ջանքեր եւ փոխադարձաբար մյուսների շահերը հաշվի առնել պահանջում կարող համատեղ առաջ տանել խաղաղության գործընթացը պետք է կարծում եմ այս օրինակը նաև կարող են օրինակվել այլ տարածաշրջաններում աշխարհի կարծում եմ որ բացվել է ճանապարհը դեպի Եվրոպա այսպիսով եւ շատ տարբեր ձևերով կարելի է իր համագործակցությունը խորացնել եւ այս քայլերից մեկը այսօր է եւ ավելի շատ քայլեր էլ կհետևեն ապագայում Ես նաև ուզում եմ ընդգծել, որ այս ընթացքում իհարկե մենք բավականին երկար ժամանակ Ադրբեջանի հետ աշխատում ենք երկկողմ ձևաչափով, բայց պիտի ընդգծեմ, որ այս ընթացքում նաև Գերմանիան, նաև Եվրոպական միությունը աջակցություն է ցուցաբերել խաղաղության գործընթացին եւ այդ աջակցությունը արտահայտվել է կոնկրետ գործողություններով եւ կարծում եմ, որ այդ ֆոնի նպաստավոր լինելը, որը մենք այս տարի ունեցանք եւ որը իրագործվեց Վաշինգտոնյան հանդիպումներում, Եվրամիության եւ Գերմանիայի դերը այդ process-ի ընթացքում պետք չի թերագնահատել։ Նախորդող շրջանում նաեւ շատ կարեւոր իրադարձություններ են տեղի ունեցել եւ որոշումներ կայացրվել, որոնք ստեղծել են նաեւ որոշակի տարածք այդ թվում Հայաստանի համար գործելու խաղաղության օրակարգի ուղղությամբ։ Ես ուզում եմ ընդգծել
Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայումը 2022 թվականից եւ 23 թվականին արդեն երկարաժամկետ Հայաստանի սահմանների երկայնքով եւ այդ դերում ընդհանրապես Եվրամիության երկրներ եւ մասնավորապես Գերմանիան կոնսենսուսի պայմաններում է այդ որոշումը կայացրել եւ այդ որոշումը շատ կարեւոր դերակատարում է ունեցել հետագա խաղաղության գործընթացի եւ խաղաղության օրակարգի ճանապարհով ավելի ու ավելի վստահ քայլելու Հայաստանի դիրքորոշման ուղղությամբ եւ կարծում եմ, որ խաղաղությունը մի գործոն է եւ համաձայն եմ պարոն կանցլերի հետ, որ դա առավելություններ է բերում ինչպես Հարավային Կովկասին, ինչպես Հայաստանին եւ Ադրբեջանին, այնպես էլ ավելի լայն իմաստով տարածաշրջանին, բայց նաև Եվրամիությանը, որովհետև այս գործընթացը, որը տեղի է ունենում, մասնավորապես տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը, ես հույս ունեմ, որ համոզված եմ, որ ի վերջո մենք նաև Հայաստան-Թուրքիա սահմանների բացման կետին կհասնենք, դա նշանակում է Հայաստանի Հանրապետության ուղիղ կապ, այդ թվում ցամաքային երկաթուղային կապ Եվրոպական միության, այդ թվում Գերմանիայի հետ։ Սա տնտեսական եւ քաղաքական եւ բոլոր ներդրումային իմաստներով շրջադարձային նշանակություն է ունենալու եւ ես ուրախ եմ, որ Գերմանիան նաեւ աջակցում է Հայաստանին եւ Թուրքիային հարաբերությունները կարգավորելու սահմանը բացելու եւ ի վերջո դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ուղղությամբ ես պարոն կանցլերին նաեւ պատմել եմ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում տեղի ունեցող դրական գործընթացների մասին եւ կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնեմ ցուցաբերված աջակցության համար եւ համոզմունք հայտնել, որ այդ ջանքերը իհարկե կբերեն դրական արդյունքի։ Շնորհակալություն Անդրեաս Խինկով Reuters գործակալություն, պարոն վարչապետ, կանցլերը նոր ասաց ձեր երկրում ընտրությունների մասին եւ ռուսական միջամտության մասին խոսեց, կուզենայի հարցնել դուք արդյոք մտահոգված եք, որ Ռուսաստանը կմիջամտի ձեր ընտրություններին եւ ինչպես դա կարող է անել, պարոն կանցլեր, ԱՄՆ նախագահ X պլատֆորմի մի բանավեճին է խառնվել եւ սպառնացել է որպես չէ բաժամիջոցներ կիրառել X պլատֆորմի նկատմամբ կարող եք դա մեկնաբանել դա կոալիցիա հանձնաժողովում այդ հարցը քննարկվելու արդյոք ինչպես է որոշվելու այդ հարցը Ընդհանրապես 2021 թվականին նույնպես Հայաստանում ընտրություններ ունեցել ենք շատ ծանր պայմաններում յետպատերազմական իրավիճակում, երբ շատ մեծ էր նաև դեզինֆորմացիայի հոսքերը եւ այդպես շարունակ, եւ մենք միշտ դրանից առաջ էլ դրանից հետո էլ մի գործիք ունենք, որի վրա հույս ենք դնում, եւ այդ գործիքը ժողովրդի հետ ակտիվ երկխոսությունն է, մեր գաղափարները, մեր քայլերը, մեր ծրագրերը ակտիվ ներկայացնելը, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ուղիղ մեզնից լսեն, թե մենք ինչ ենք անում եւ ինչի համար ենք անում, որովհետեւ մեր տարածաշրջանը եւ մեր երկիրը իսկապես պատմական փոփոխությունների մի ժամանակաշրջանում է եւ այդ փոփոխությունները իրոք շատ խորը պատմական կոնտեքստ ունեն, երբեմն բոլոր նրբությունները եւ առանձնահատկությունները չէ, որ տեսանելի են առաջին հայացքից եւ հեշտ ընկալելի եւ այդ առումով մենք բոլոր տեղեկատվական եւ այլ կարգի սպառնալիքների հանդիման առաջին գործիքը համարում ենք ժողովրդավարական դիմադրողականության բարձրացումը, իսկ դրա համար մենք մի հուսալի միջոց գիտենք, դա մեր ժողովրդի հետ ակտիվ երկխոսությունն է, ակտիվ խոսակցությունը, ակտիվ շփումը եւ զանգվածային լրատվության միջոցներով եւ սոցիալական ցանցերով եւ նաեւ անմիջական շփումներով, որը մենք բարբերաբար ունենում ենք մեր ժողովրդի հետ եւ իհարկե առաջիկա շրջանում այդ նույն տեմպով եւ նույն մեթոդներով մենք կշարունակենք ակտիվ երկխոսությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ նաեւ միջազգային հանրության հետ wie auch mit der Öffentlichkeit, mit der Weltöffentlichkeit.
Այո, ես լսել եմ ԱՄՆ նախագահի մեկնաբանությունը, իգիտություն եմ ընդունել մեր տեսանկյունից անգամ եմ ասել գերմանացի եւ եվրոպական գործարարները ինչպես հետևում են ամերիկյան օրենքներին, որոշակի շատ ահռելի ուրեմն պատժամիջոցների կարող են ենթարկվել, այդպես էլ ամերիկյան ընկերությունները պետք է ենթարկվեն եվրոպական օրենքներին եւ Գերմանիայում եւ Եվրամիությունում էլ կան պատժամիջոցների հնարավորություններ դա իրավական պետության մի մասն է Եվրամիության պես միության իրավական գործընթացի կարգերի ուրեմն բաղադրիչն է եւ դա վերաբերում է բոլոր ընկերություններին հավասար չափով Կոալիցիոն համաձայնագիրը վաղը իհարկե մենք քննարկում ենք սկզբում եւ որոշումներ ենք կայացնում եւ հինգշաբթի օրը այդ որոշման մասին մենք կտեղեկացնենք Շնորհակալություն սրտանց